Հայաստան Եվրոպական միություն գագաթաժողովի շրջանակներում այսօր մենք ևս մեկ քայլով որակապես նոր մակարդակին ենք բարձրացնում Հայաստանի եւ Եվրամիության European Union եւ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական միությունը անցկացնում են երկկողմ գագաթաժողով։ Մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու, որ այս նախադասությունը արդեն իր մեջ շատ մեծ եւ կարևոր իմաստ է պարունակում, որովհետեւ երբ որ մենք երկկողմ փոխադարձաբար այսօրվա գագաթաժողովը անվանում ենք առաջին գագաթաժողով, դա նշանակում է, որ ենթադրվում է նաեւ երկրորդ, երրորդ եւ հետագա գագաթաժողովների անցկացումը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն անվանումը չէ, այլև այն, որ մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը արդեն իսկ կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթաժողովների մակարդակում, իհարկե դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է ունենալ բավականին մանրամասն եւ ծավալուն աշխատանք, ինչը եւ մինչեւ հիմա արվել է։ Ես ուզում եմ ձեզ ողջունել Եվրամիության պատվիրակությանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահի եւ Եվրոպական միության խորհրդի նախագահի գլխավորությամբ այս պատմական իրադարձության առիթով մենք իհարկե նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավական լայն շրջանակ եւ ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մենք ունենք ընդհանրական դիրքորոշումներ եւ ունենք ձևավորված ըմբռնում, սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման իրագործման վրա եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում Եվրոպական միության մեծ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, բայց նաև ուզում եմ ելի անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, որի մասին խոսեցի նաև երեկ Հայաստանի աջակցման խմբի նիստի ժամանակ, իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումները իրականացված են։ Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ օրենսդրական եւ փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում եւ այս առումով իհարկե Եվրամիության հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է եւ ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար, սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում հիբրիդային մարտահրավերների դիմակայելու հարցով, որը իհարկե նաև մեր օրակարգի խնդիր է։ Ես մի քանի անգամ էլ առիթ Եվրոպական միության եւ Եվրոպայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում եւ նաեւ երբեմն մամուլում ինքը խնդիր է նաեւ Եվրամիության շատ երկրների համար եւ մենք այսօր առերեսվում ենք այդ խնդրի հետ եւ իհարկե մենք հույս ունենք, որ այստեղ եւս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման կամ այն գործիքները, որոնք արդեն ներդրվել են Եվրոպական միությունում, այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում Հայաստանի Հանրապետությունում դրանք կիրառելու համար։ Կրկին ողջունում եմ եւ շնորհակալություն այսօրվա պատմական իրադարձությունը համահեղինակելու համար։
Dear Prime Minister, Deputy Prime Minister, Ministers, allow me to start on behalf of the European Union. Thank you once again for your warm hospitality. Yesterday, we had a very historic momentum with the first meeting of the European Political Community. But today, we have a new, very important summit. Երկրորդ կարևոր պատմական իրադարձությունն է տեղի ունենում, երբևէ առաջին գագաթնաժողովը Եվրոպական միության եւ Հայաստանի միջև։ Սա հստակ ազդակ է առ այն, թե ինչպես է Եվրամիությունը ցանկանում հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ։ Հայաստանը նոր ժամանակահատված է ոտնահարել խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի կոնսոլիդացիայի Եվ սա իսկապես անշուշտ լավ միջավայր է ստեղծում զարգացման մեր երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար։ Ռազմավարական օրակարգը Եվրոպական միություն Հայաստան գործընկերության որդեգրվեց անցյալ դեկտեմբեր ամսին եւ այդ օրվանից ի վեր մենք ամրացնում ենք եւ ամրացնում էինք մեր հարաբերությունները։ Մենք նաև աշխատում ենք սերտորեն անվտանգային եւ պաշտպանության ոլորտներում եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում համատեղ ջանքեր կիրառելով առանձին հիբրիդ սպառնալիքների դեմ։ Ինչպես գիտեք, Եվրոպական միության գործընկերության առաքելությունը հաստատվեց անցյալ ապրիլ ամսվա ընթացքում եւ նպատակի հետապնդում ամրացնել Հայաստանի ժողովրդավարական դիմակայությունը եւ սա շոշափելի առավաճ է մեր համատեղ հանձնառությանը դեմն առնել համատեղ մարտահրավերներին։ Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը, ընտրելու իր իսկ ճակատագիրը։ Եվրամիությունը դուք կարող եք ապավինել մեզ միասին անցնելու այս ուղին եւ միասին ոտնակոխելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին։ Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունակարային դեր ունի եւ նաեւ փոխկապակցում է Եվրոպան Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով եւ Կենտրոնական Ասիա։ Սա է մեր տարածաշրջանների պատմությունը եւ սա է նաեւ ապագան մեր տարածաշրջանների։ Ահա թե ինչու Եվրոպական հանձնաժողովը եւ նախագահ ֆոն դեր Լայենը վստահաբար կշեշտադրի կոնկրետ արդյունքները այս գագաթնաժողովի, որոնք հիմք ընդունելով մենք կարող ենք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը համատեղ ապագան խաղաղության մեջ եւ հանուն հայ ժողովրդի եւ Եվրոպայի բարեկեցության շնորհակալություն։ Շնորհակալություն նաև իմ կողմից, վարչապետ Փաշինյան, հյուրընկալելու համար մեր երբևէ առաջին գագաթնաժողովը ձեր գեղեցիկ երկրում։ Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի եւ Եվրոպայի միջև մեր կապերը առասպելների եւ հինավուրց քաղաքակրթություններից են սերում, բայց սա ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաեւ այն հնարավորությունները, որոնք դեռ եւս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում։ Եվ իսկապես Հայաստանը եւ Եվրոպական միությունը ավելի մոտ են, քան երբևէ եղել են։ Մենք լավ առաջընթաց ենք առասարակում դեպի վիզաների զերծ ճամփորդությունների Եվրոպայի Հայաստանի միջև ներդրումային հոսքեր ապավելու համար 2.5 միլիարդ եվրո արդեն մեր ներդրումային ծրագրում նախատեսված են գլոբալ դարպասներ անվանտակ։ Այս գագաթնաժողովով մենք նոր մակարդակի ենք ոտնակոխում մասնավորապես մեր համագործակցության մեջ, նոր փոխկապակցության գործընկերության համատեքստում։ Հայաստանը իսկապես, ինչպես դուք ասեցիք, ամենակարճ երթուղին է ապահովում Կենտրոնական Ասիա դեպի Կենտրոնական Ասիա եւ Կասպյան ծով Եվրոպայի հետ։ Նախկինում պատերազմի եւ աշխարհակական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր։ Այժմ դուք դա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության հանուն խաղաղության եւ ավելի մեծ ինտեգրման եվրոպական ցանցերի մեջ։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումք
հումքի տեսակից։ Եվրոպան պատրաստ է օժանդակել եւ ֆիզիկական ենթակառուցվածքով, որտեղ այդ ապրանքները եւ հումքը պետք է տեղափոխել, մենք պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության եւ էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել սեստովի միջոցով եւ նաեւ ձեր ծաղկող եւ փթող թվանշային ասպարեզը ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ հետագայում եւ զարգացման։ Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ հարավային Կովկասում այլ պատմություն է, այլ իրավիճակ է։ Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք դարմանում եք հին վերքերը եւ մենք ուզում ենք ձեզ օժանդակել ի ցույց դնելով այն, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության եւ որ փոխակապակցությունը նույն դերը կարող է կատարել այստեղ, ինչ որ ձեր տարածաշրջանում ինչպես 80 տարի առաջ պողպատի եւ ածուխի միությունը կատարեց Եվրոպական միության հիմք ծառայելով, դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որը բերեց նախկին թշնամիների բարեկամանալուն եւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում հանգեցնելով եւ այն ժամանակ ձեզ քաջակնի է պատմությունը։ Շնորհակալություն ձեր սքանչելի հյուրընկալության համար, կեցե մեր գործընկերությունը։